Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Գերմանիա բուժման մեկնելիս հաջողակ գործարար Մարինեն կլինիկայի մոտ հանդիպեց անօթևան հղի մի աղջկա։ Խղճալով նրան թույլ տվեց ապրել իր դատարկ բնակարանում, ասելով. «Ես մի քանի ամսից կվերադառնամ»։ Բարդությունների պատճառով նա ուշացավ 8 ամիս, իսկ երբ վերադարձավ եւ բացեց իր բնակարանի դուռը, Մարինեն չհավատաց իր աչքերին։ Ողջունում ենք ձեզ կյանքից վերցված ալիքում։ Նախքան սկսելը գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Մեզ դա շատ հետաքրքիր է։ Մաղթում ենք հաճելի ունկնդրում այս հետաքրքիր պատմությանը։ Մարինան նստած էր իր գլխավոր սրահի աշխատասենյակում եւ նայում էր անալիզների արդյունքներին, որոնք առաքիչը բերել էր 1 ժամ առաջ։ Մասնավոր կլինիկայի տարբերանշանով սպիտակ ծրարը դրված էր սեղանին, եւ թվերը կարծես բաբախում էին, պահանջելով անհապաղ ուշադրություն։ Նա ձեռքն անցկացրեց խիստ փնջով հավաքված մազերի միջով եւ զգաց, թե ինչպես սառն անցավ մեջքով։ Խորհուրդ է տրվում ուռուցքաբանի խորհրդատվություն, շտաբ։ Եզրակացության վերջին տողը բժշկի կողմից ընդգծված էր կարմիր գրիչով։ Պատուհանից դուրս քաղաքը աղմկում էր իր սովորական ռիթմով։ Մեքենաները ազդանշան էին տալիս, մարդիկ շտապում էին իրենց գործերով, խանութների ցուցափեղկերը վառվում էին, իսկ նրա ձեռքում մի թղթի կտոր էր, որը կարող էր շրջել ողջ կյանքը։ Մարինան մատները սեղմեց բռունցքի, հետո բացեց։ Խուճապի մատնվել չի կարելի։ 48 տարեկան, սեփական բիզնես, 3 գեղեցկության սրահ, բնակարան Երևանի կենտրոնում, մեքենա։ Նա այս ամենին հասել էր ինքնուրույն, առանց ամուսնու, առանց աջակցության։ Եվ հիմա հանձնելու ժամանակը չէ։ Հեռախոսը թրթրաց։ Հաղորդագրություն Լիլիթից, ավագ սրահի ադմինիստրատորից։ Մարինա, ներկման եկող հաճախորդը տեղափոխել է այցը, եւ կոսմետիկայի մատակարարը զանգահարեց, հաշիվն ուղարկել են։ Սովորական առօրյա։ Մարինան արագ պատասխանեց, հետո բացեց կոնտակտները եւ գտավ հենց այն մասնավոր կլինիկայի համարը, որտեղ հետազոտվել էր։ Լսափողը վերցրին 3-րդ զանգից հետո։ Մեդինա կլինիկա, լսում եմ։ Բարև ձեզ, ես ստացել եմ անալիզների արդյունքները։ Ինձ շտապ ուռուցքաբանի խորհրդատվություն է պետք։ 1 րոպե կստուգեմ ժամանակացույցը։ Դադարը հավերժ թվաց։ Մարինան լսում էր, թե ինչպես է բաբախում սիրտը։ Աշխատասենյակի դրան հետևից լսվում էր վարպետների ծիծաղը։ Ինչ որ մեկը անեկդոտ էր պատմում հանգստի սենյակում։ Մարինա, բժիշկ Սիմոնյանը կարող է ձեզ ընդունել այսօր երեկոյան ժամը 5-ին, հարմար է։ Այո, իհարկե, կլինեմ։ Նա դրեց լսափողը եւ նայեց ժամացույցին։ Ցերեկվա ժամը 3-ն էր, 2 ժամ պաշար, հաշվետվությունները ստուգելու, փաստաթղթերը ստորագրելու համար։ Կյանքը շարունակվում է նույնիսկ, երբ ներսում ամեն ինչ սեղմվում է վախից։ Ժամը 17:00-ին Մարինան նստած էր բժիշկի լուսավոր կաբինետում։ 50 անց մի տղամարդ, մոխրագույն քունքերով եւ ուշադիր հայացքով ուսումնասիրում էր նրա նկարները մեծ մոնիտորի վրա։ Լռությունը ձգվում էր, եւ Մարինան զգում էր, թե ինչպես է լարվածությունը աճում։ Մարինա, վերջապես խոսեց բժիշկը, շրջվելով դեպի նրան։ Իրավիճակը պահանջում է միջամտություն։ Դուք ուռուցք ունեք, բայց այն հայտնաբերվել է վաղ փուլում։ Սա լավ նորություն է։ Իսկ վատը։ Ձայնը ավելի հավասար հնչեց, քան նա սպասում էր։ Վատն այն է, որ վիրահատություն է պետք եւ ցանկալի է չձգձգել։ Մեր երկրում կան մասնագետներ, բայց ես խորհուրդ կտայի Գերմանիայի կլինիկաներից մեկը՝ Մյունխենում։ Այնտեղ աշխատում է պրոֆեսոր Շմիդտը, ում հետ ես համագործակցում եմ։ Նրա մեթոդիկան քիչ ինվազիվ է եւ վերականգնումը ավելի արագ է անցնում։ Գերմանիա, կրկնեց Մարինան։ Որքան ժամանակ կպահանջվի։ Վիրահատությունը, հետվիրահատական շրջանը, առաջնային վերականգնումը միջինում 2 ամիս, գուցե մի քիչ ավելի, կախված նրանից, թե ինչպես կարձագանքի օրգանիզմը։ 2 ամիս։ Մարինան մտքում անցավ գործերի ցուցակը, սրահներ, պայմանագրեր, հարկեր, անձնակազմ։ Լիլիթը կհասցնի։ Նա փորձառու է, աշխատում է նրա հետ արդեն 6 տարի։ Հաշվապահ Սյուզին նույնպես հուսալի է։ Իսկ բնակարանը։ Բնակարանը պարզապես կմնա դատարկ, 3 սենյականոց, լավ շենքում, հեղինակավոր թաղամասում։ Մարինան այնտեղ ապրում էր մենակ, 8 տարի առաջ տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո։ Երեխաները մեծացել էին, ցրվել։ Բժիշկ, իսկ որքան շուտ պետք է մեկնել։ Որքան շուտ, այնքան լավ։ Ես կարող եմ կապ հաստատել պրոֆեսոր Շմիդտի հետ հենց այսօր, եթե պատրաստ եք։
Մարինան գլխով արեց։ Ես պատրաստ եմ։ Հաջորդ օրը նա արդեն զանգահարում էր գերմանական կլինիկա, տոմսեր ամրագրում, փաստաթղթեր ձևակերպում։ Ամեն ինչ կատարվում էր արագ։ Կարծես կյանքը իր ձեռքն էր վերցրել նրան եւ տանում էր առաջ, չթողնելով մտածելու ժամանակ։ Նա հավաքեց հիմնական աշխատակիցներին, բացադրեց իրավիճակը առանց ավելորդ մանրամասների, պարզապես ասաց, որ արտերկրում բուժման կարիք կա եւ կբացակայի մի քանի ամիս։ Լիլիթը 40-ին մոտ մի կին, խելացի սրճագույն աչքերով, անմիջապես վերցրեց իրավիճակը վերահսկողության տակ։ Մարինա, մի անհանգստացեք, մենք ամեն ինչ կպահենք, դուք բուժվեք, իսկ մենք այստեղ կհասցնենք։ Շնորհակալություն Լիլիթ, ես գիտեմ, որ ձեզ վրա կարելի է հույս դնել։ Երեկոյան Մարինան քայլում էր բնակարանով, հավաքում ճամփրուկը։ Հագուստ, փաստաթղթեր, դեղեր, որոնք բժիշկը նշանակել էր առաջին օրերի համար։ Նա կանգ առավ լիրասենյակի պատուհանի մոտ, նայեց երեկոյան քաղաքին։ Լույսեր, շարժում, կյանք։ Շուտով նա լինելու էր հեռու, օտար երկրում, հիվանդանոցի պալատում։ Հեռախոսը զանգեց։ Դուստրը, Կարինեն։ Մամ, ո՞նց ես։ Ես անընդհատ քո մասին եմ մտածում։ Գուցե ես էլ գամ քեզ հետ։ Կարինա, դու փոքրիկ ունես, ամուսին, աշխատանք։ Պետք չէ, ես կհասցնեմ։ Այնտեղ ամեն ինչ կազմակերպված է, թարգմանիչ կլինի, բժիշկները լավն են, դու ինձ ամեն օր զանգիր։ Լավ, խոստանում եմ։ Առավոտյան նախքան թռիչքը Մարինան որոշեց մտնել Մեդինա կլինիկա։ Բժիշկը խոստացել էր փոխանցել լրացուցիչ անալիզների արդյունքները, որոնք կարող էին պետք գար Գերմանիային։ Տաքսին ոլորվում էր փողոցներով, իսկ նա նայում էր պատուհանից, փորձելով հանգստացնել նյարդերը։ Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Կլինիկան գտնվում էր ժամանակակից շենքում, մեծ ապակե դռներով։ Մարինան դուրս եկավ մեքենայից, ուղղեց ուսապարկը եւ գնաց դեպի մուտքը։ Դռների մոտ մի փոքր նստարանին նստած էր մի աղջիկ, երիտասարդ 20-ի մոտ, երկար շագանակագույն մազերով, որոնք հավաքված էին ամփույթ պոչի։ Փորը նկատելի էր նույնիսկ լայն բաճկոնի տակ, ակնհայտորեն մեծ ժամկետում էր։ Կողքին դրված էր մաշված սպորտնային պայուսակ։ Մարինան անցավ կողքով, հրեց դուռը, բայց ինչ-որ բան ստիպեց նրան հետ նայել։ Աղջիկը նստած էր, գլուխը կախ, եւ նրա այտերով հոսում էին արցունքներ, լուռ, անձայն։ Նա նույնիսկ չէր փորձում սրբել դրանք։ Ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Մարինան կանգ առավ։ Նա պետք է բարձրանար կաբինետ, ստանար փաստաթղթերը, գնար օդանավակայան։ Բայց ոտքերը իրենք շրջեցին նրան։ Նա մոտեցավ նստարանին։ Աղջիկ ջան, ամեն ինչ կարգին է։ Նա բարձրացրեց աչքերը, կարմրած արցունքներից, ուռած։ Դեմքը գունատ, հյուծված։ Այո, այսինքն ոչ։ Չգիտեմ։ Մարինան նստեց կողքին։ Ինչ է պատահել։ Աղջիկը քթի տակով շնչեց, գրպանից հանեց ճմրթված թաշկինակ։ Ինձ վռնեցին։ Ընկերն ասաց, որ չի ուզում երեխա, որ սա իմ խնդիրն է։ Ես մտածում էի, որ նա ուղղակի վախեցնում է։ Բայց երեկոյան նա հավաքեց իրերս եւ դուրս հանեց դռնից։ Ես գիշերեցի ընկերուհուս մոտ, բայց նա էլ չի կարող ինձ թողնել։ Նա վարձով գնակարանում է ապրում։ Տանտիրուհին դեմ է։ Ծնողներ չունեմ։ Չգիտեմ ինչ անել։ Ձայնը կտրվում էր։ Մարինան զգաց, թե ինչպես ցավոտ սեղմվեց սիրտը։ Հղի, մենակ փողոցում։ Իսկ դա մայրաքաղաքում, 21-րդ դարում։ Իսկ ինչու ես դու այստեղ, կլինիկայի մոտ։ Ես եկել եմ գինեկոլոգի մոտ ընդունելության։ Մտածում էի գուցե այստեղ հուշեն, ուր դիմել։ Բայց բժիշկը միայն զննեց եւ ասաց, որ ամեն ինչ նորմալ է։ Իսկ ես դուրս եկա եւ պարզապես նստեցի։ Չգիտեմ ուր գնալ։ Մարինան լռեց մի քանի վայրկյան։ Գլխում պտտվում էին մտքերը։ Սեփական մեկնումը, վիրահատությունը, ռիսկերը։ Բայց նրա առաջ նստած էր մի աղջիկ, ով 1-2 ամսից ծննդաբերելու էր։ Եվ նա չուներ նույնիսկ տանիք իր գլխին։ Ինչ է անունդ։ Վիկա։ Իմ անունը Մարինա է։ Լսիր։ Նա տատանվեց, բայց խոսքերը արդեն դուրս էին պրծնում։ Ես բնակարան ունեմ։ Ես այսօր թռչում եմ Գերմանիա, բուժման։ Այնտեղ կլինեմ 2 ամիս, գուցե մի քիչ ավել։ Բնակարանը դատարկ է։ Դու կարող ես ապրել այնտեղ, մինչև ես վերադառնամ։ Այդ ընթացքում դու կծննդաբերես, ոտքի կկանգնես, մի բան կմտածես։ Վիկան ապշած նայեց նրան, կարծես չէր հասկացել խոսքերը։ Ինչ, դուք լուրջ եք։ Բացարձակ։ Բայց դուք ինձ չեք ճանաչում։ Ես կարող եմ ով ասես լինել։ Մարինան ժպտաց, թեև հոգու խորքում անհանգիստ էր։ Կարող ես, բայց ես նայում եմ քեզ եւ տեսնում եմ դժբախտության մեջ գտնվող մարդու։
Իսկ ես չեմ կարող անցնել կողքով։ Վիկան սկսեց լաց լինել։ Այնքան բարձր եւ հուսահատ, որ կլինիկա մտնող մարդիկ շրջվում էին։ Մարինան գրկեց նրա ուսերը, եւ աղջիկը թաղվեց նրա ուսին։ Շնորհակալություն, շնորհակալություն ձեզ։ Ես չգիտեմ ինչ ասել։ Պետք չէ ոչինչ ասել։ Ահա թե ինչ։ Երևի ես քեզ հիմա կտամ բանալիները, հասցեն, կբացատրեմ, թե որտեղ ինչ կա։ Քիչ ժամանակ ունեմ, ինքնաթիռը երեկոյան է, բայց մենք կհասցնենք։ Նրանք նստած էին այդ նստարանին եւս 20 րոպե։ Մարինան հանեց նոթատետրը, գրեց հասցեն, բացատրեց ինչպես հասնել մետրոյով, հետո ոտքով։ Պատմեց, թե որտեղ են փոստարկղի պահեստային բանալիները, ինչպես միացնել ջրատաքացուցիչը, որտեղ են հաշվիչները։ Վիկան լսում էր, գլխովանում, դեռ չհավատալով կատարվողին։ Սառնարանում մթերք կա, բայց քիչ։ Կարող ես գնել ինչ պետք է։ Փող առաջին օրերի համար։ Մարինան հանեց դրամապանակը, մի քանի թղթադրամ հաշվեց։ Ահա, վերցրու։ Սա կհերիքի 1 ամիս, եթե խնայողաբար ծախսես։ Ես չեմ կարող վերցնել ձեր փողերը։ Կարող ես եւ կվերցնես։ Քեզ պետք է նորմալ սնվել։ Դու չէ որ հղի ես։ Վիկան վերցրեց գումարը դողացող ձեռքերով։ Ես ամեն ինչ կվերադարձնեմ, խոստանում եմ։ Հենց ծննդաբերությունից հետո աշխատանք գտնեմ։ Հետո կպարզենք, գլխավորը որ դու եւ երեխան ապահով լինեք։ Մարինան հանեց բանալիների կապոցը, առանձնացրեց երկուսը՝ շքամուտքի եւ բնակարանի։ Ահա հասցեն, որ գրել եմ։ Բնակարանը 4-րդ հարկում է, շենքը պահակ ունի, այնպես որ եթե ինչ-որ բան լինի, դիմիշ նրան։ Նրա անունը Պետրոս է։ Ասա, որ իմ ծանոթն ես, ես եմ թույլ տվել ապրել։ Իսկ ինչպես կապվել ձեզ հետ, եթե ինչ-որ բան պատահի։ Մարինան թելադրեց հեռախոսը համարը։ Վիկան այն մուտքագրեց իր հին սմարթֆոնի մեջ, ջաքած էկրանով։ Զանգահարիր, եթե հարցեր լինեն, կամ գրիր։ Ես կփորձեմ պատասխանել, բայց այնտեղ վիրահատություն է։ Չգիտեմ ինչքան արագ կկարողանամ, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ հրատապ բան լինի, գրիր։ Լավ, շնորհակալություն ձեզ։ Ես նույնիսկ չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Ապրիր հանգիստ, ծնիր առողջ փոքրիկ։ Դա էլ կլինի շնորհակալությունը։ Նրանք գրկահառնվեցին հրաժեշտին։ Վիկան հոտում էր էժան շամփունով եւ ինչ-որ թթու բանով, հավանաբար ստրեսից եւ արդյունքներից։ Մարինան շոյեց նրա մեջքը, ինչպես ժամանակին շոյում էր իր դստերը։ Ամեն ինչ լավ կլինի, Վիկա։ Դիմացիր։ Շնորհակալություն։ Ձեզ էլ հաջողություն բուժման հարցում։ Ապակինվեք անպայման։ Մարինան գլխով արեց, վերցրեց պայուսակը եւ մտավ կլինիկա։ Ընդունարանում նրան արդեն սպասում էին ծրարով։ Նա վերցրեց փաստաթղթերը, դուրս եկավ եւ տաքսի կանչեց դեպի օդանավակայան։ Մեքենայում հանեց հեռախոսը, նայեց ժամին։ Մինչ թռիչքը 4 ժամ էր։ Բավական է։ Միայն երբ ինքնաթիռը պոկվեց գետնից եւ քաղաքը մնաց ներքևում, մտնշաղի մեջ ցրված լույսերի պես, Մարինան հանկարծ մտածեց. իսկ ինչ եթե նա սխալ է գործել։ Բանալիները տվել է անծանոթ մարդու։ Այո, աղջիկը հղի էր, դժբախտ, բայց ամեն ինչ կարող է պատահել։ Բնակարանը, փաստաթղթերը, իրերը, ամեն ինչ մնացել է այնտեղ։ Բայց արդեն ուշ էր։ Ինքնաթիռը բարձրություն էր հավաքում։ Ստյուարդուհիները ըմպելիքներ էին բաժանում, իսկ նա թռչում էր ընդառաջ անհայտությանը, վիրահատությանը, բուժմանը, առողջանալու հույսին։ Իսկ իր բնակարանում այժմ ապրում էր Վիկան, մի աղջիկ, ում նա տեսել էր կյանքում մեկ անգամ։ Մարինան հենվեց աթոռի թիկնակին եւ փակեց աչքերը։ Ինչ արված է։ Պետք է հավատալ լավագույնին եւ մարդկանց նույնպես։ Մյունհանի կլինիկան Մարինային դիմավորեց միջանցքների ստերիլ սպիտակությամբ եւ բժշկական սարքավորումների լուռ մռնչյունով։ Պրոֆեսոր Շմիդտը ցածրահասակ, մոխրագույն մազերով, ուշադիր կապույտ աչքերով մի տղամարդ էր, որը հայերեն խոսում էր ուժեղ շեշտադրությամբ, բայց միանգամայն հասկանալի։ Մենք ուսումնասիրել ենք ձեր անալիզները։ Վիրահատությունը նշանակված է վաղը չէ մյուս օրը։ Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացեք։ Մարինան գլխով արեց։ Անհանգստանալ նա իհարկե չէր դադարում, բայց փորձում էր իրեն ձեռքը վերցնել։ Կլինիկայի համարը հյուրանոցի էր նման։ Լուսավոր պատեր, հարմարավետ անկողին, գերմանական կոկիկ պակին նայող պատուհան։ Նա դասավորեց իրերը, հեռախոսը միացրեց լիցքավորմանը եւ գրեց. Կարինա, տեղ հասա նորմալ։ Վիրահատությունը 2 օրից։ Դուստրը պատասխանեց գրեթե անկնթարթորեն. Մամ, դիմացիր։ Ես մտքով քեզ հետ եմ։ Վիրահատությունից հետո անպայման զանգիր։ Մարինան ժպտաց, հետո հիշեց Վիկայի մասին եւ հաղորդագրություն գրեց. Վիկա, ես Գերմանիայում եմ։ Դուք նորմալ տեղ հասաք բնակարան, ամեն ինչ գտաք, պատասխան չկար։ Մարինան սպասեց կես ժամ, հետո որոշեց, որ աղջիկը հնարավոր է արդեն քնած է, տանը կեսգիշերն անցել էր։
Նա հեռախոսը դրեց կողքի սեղանիկին և փորձեց քնել, բայց քունը չէր տանում։ Գլխում պտտվում էին մտքերը վիրահատության, բիզնեսի, երեխաների, Վիկայի մասին, իր մեծ փորով և արցունքոտ աչքերով։ Վիրահատությունը տեղի ունեցավ վաղ առավոտյան։ Մարինան հիշում էր, թե ինչպես էին իրեն պատկառակով տանում միջանցքով, թե ինչպես էր անեստեզիոլոգը գերմաներեն ինչ-որ բան խոսում, իսկ թարգմանչուհին գլխով անում և ժպտում էր։ Հետո մթություն։ Ուշքի եկավ պալատում, պղտոր գլխով և կողքի բութ ցավով։ Բուժքույրը ինչ-որ բան հարցրեց, Մարինան չհասկացավ, պարզապես նորից փակեց աչքերը։ Ժամանակը տարօրինակ էր հոսում, կտրուկ, կամ քնած էր, կամ արթնանում էր ձայներից, խոսակցություններից, հպումներից։ Վիրահատությունից երրորդ օրը պրոֆեսոր Շմիդտը եկավ արդյունքներով։ Վիրահատությունը հաջող է անցել, բայց մի պահ կա։ Մենք հայտնաբերեցինք, որ գործընթացը մի փոքր ավելի տարածված էր, քան ցույց էին տալիս նկարները։ Մենք ստիպված էինք ավելի շատ հյուսվածք հեռացնել։ Դա նշանակում է, որ վերականգնումը ավելի երկար կտևի, և մենք պետք է անցկացնենք թերապիայի լրացուցիչ կուրս, ռեցիդիվը բացառելու համար։ Որքան ավելի երկար, ձայնը թույլ էր, բայց Մարինան ստիպեց իրեն հարցնել։ 2 ամսվա փոխարեն հնարավոր է 4, գուցե 5, կախված նրանից, թե ինչպես կվերականգնվեք։ 4 ամիս։ Մարինան զգաց, թե ինչպես ներսում ինչ-որ բան կտրվեց։ 4 ամիս տանից հեռու, աշխատանքից հեռու, բայց ինչ կարող էր անել, առողջությունը ամեն ինչից կարևոր է։ Լավ, միայն ասաց նա։ Երբ բժիշկը գնաց, Մարինան վերցրեց հեռախոսը։ Հաղորդագրությունները շատ էին՝ Լիլիթից աշխատանքային հարցերով, դստրից, որդուց և ոչինչ Վիկայից։ Նա նորից գրեց. «Վիկա, ո՞նց են գործերդ, պատասխանեք, խնդրում եմ»։ Պատասխանը եկավ մի քանի ժամից։ «Մարինա, ներողություն, որ չէի պատասխանում։ Ամեն ինչ լավ է, բնակարանը հիանալի է։ Շնորհակալություն ձեզ, հսկայական։ Ինչպես է ձեր վիրահատությունը»։ Հաջող է անցել, բայց վերականգնումը երկար կլինի։ Կարող եմ ուշանալ մի քանի ամսով։ Ձեզ նորմալ է այնտեղ մենակ։ Այո, ամեն ինչ հիանալի է, մի անհանգստացեք, ապաքինվեք։ Մարինան դրեց հեռախոսը և հառաչեց։ Գոնե մեկ խնդիր պակաս։ Վիկան տեղավորվել է, նշանակում է բնակարանը դատարկ չէ։ Կլինիկայում օրերը սկսեցին հոսել դանդաղ և միապաղաղ։ Պրոցեդուրաներ, բժիշկների այցելություններ, կաթիլայիններ, հաբեր։ Մարինան փորձում էր աշխատել, հերակա պատասխանում էր նամակներին, Լիլիթի հետ տեսազանգով խոսում, լուծում ընթացիկ հարցերը։ Բայց ուժերը արագ սպառվում էին, և նա մի կողմ էր դնում նոթբուքը, զգալով իրեն քամված։ Մեկ ամիս անց նրան դուրս գրեցին ստացիոնարից, բայց բժիշկները պնդեցին, որ նա մնա Մյունխենում։ Պետք էր պարբերաբար գալ պրոցեդուրաների, հսկողական ստուգումների։ Մարինան մի փոքր բնակարան վարձեց կլինիկայի մոտ, կհավորեց ամենաանհրաժեշտով։ Պատուհանները նայում էին նեղ փողոցին, դիմացի հացատնով և դեղատնով։ Նա փորձեց Վիկայի հետ կապ հաստատել ևս մի քանի անգամ։ Գրում էր, հարցնում, թե ինչպես են գործերը, ծննդաբերել է արդյոք։ Պատասխանները գալիս էին հազվադեպ և կարճ։ Ամեն ինչ լավ է, դեռ չեմ ծննդաբերել, բայց շուտով։ Շնորհակալություն, որ անհանգստանում եք։ Հետո մի օր, երկրորդ ամսվա վերջին, Մարինան գրեց. Վիկա, ամեն ինչ կարգին է, դուք արդեն ծննդաբերել եք։ Հաղորդագրությունը մնաց չկարդացված։ 1 օր, 2, 3։ Մարինան փորձեց զանգահարել։ Հեռախոսը անհասաների էր։ Ինչ-որ տագնապ ներխուժեց հոգու մեջ, բայց նա ստիպեց իրեն հանգստանալ։ Գուցե աղջկա հեռախոսի լիցքը նստել է։ Գուցե նա ծննդատանում է, ժամանակ չունի հեռախոսի։ Անցավ ևս մեկ շաբաթ։ Մարինան նորից գրեց։ Նորից լռություն։ Նա զանգահարեց Լիլիթին։ Լիլիթ, լսիր։ Ես տարօրինակ իրավիճակ ունեմ։ Հիշում ես, ասել էի, որ մի աղջկա թողել եմ ապրելու բնակարանում։ Հա, հիշում եմ, նշել էիր։ Նա դադարել է պատասխանել հաղորդագրություններին։ Հեռախոսը անհասանելի է։ Կարող ես ինչ-որ կերպ գնալ ստուգել, ամեն ինչ նորմալ է այնտեղ։ Պահակ Պետրոսի մոտ կա պահեստային բանալին։ Իհարկե կգնամ։ Վաղը աշխատանքից հետո կմտնեմ։ Մի անհանգստացեք։ Հաջորդ օրը Լիլիթը զանգահարեց երեկոյան։ Մարինա, ես եղել եմ ձեր շենքում։ Պահակը ասում է, որ աղջիկը ապրում է։ Նա նրան տեսնում է մանկասայլակով, նշանակում է արդեն ծննդաբերել է։ Բայց դուռը չի բացել։ Ես զանգել եմ, թակել, լռություն է։ Պահակն ասաց, որ նա սովորաբար այդ ժամին տանն է։ Լույսը վառվում է, բայց չի բացում։ Տարօրինակ է։ Մարինան հոնքերը կիտեց։ Գուցե քնած է։ Հնարավոր է, բայց Պետրոսը ևս մեկ բան ասաց։ Նա ասում է, որ աղջիկը ներկայացել է որպես ձեր զարմուհին և ինչ-որ բան հարցրել գրանցման մասին։ Զարմուհի։ Մարինան զգաց, թե ինչպես սիրտը ցած գլորվեց։
Ինչ զարմուհի, ես նրան նման բան չեմ ասել։ Չգիտեմ, Մարինա, գուցե նա պարզապես հարմարության համար է այդպես ասել, որ հարցեր չլինեն։ Հնարավոր է, անվստահ ձգեց Մարինան։ Լավ Լիլիթ, շնորհակալություն, որ գնացիր։ Մարինան դրեց լսափողը եւ երկար նստեց նայելով պատուհանից դուրս։ Փողոցում անձրև էր մաղում։ Պատահական անցորդները շտապում էին հովանոցների տակ։ Զարմուհի, գրանցում։ Ինչ որ բան այն չէր, բայց Մարինեն չէր կարողանում հասկանալ ինչն է սխալ։ Վիկայի հետ կապ հաստատելու փորձերը շարունակվեցին, բայց ապարդյուն։ Հեռախոսը կամ անհասանելի էր, կամ հաղորդագրությունները մնում էին չկարդացված։ Մի անգամ վիրահատությունից 3 ամիս անց Վիկան այնուամենայնիվ պատասխանեց. Ներեցեք, որ չեմ գրում, երեխան ծնվեց, տղա է, ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ինչ է անունը, հարցրեց Մարինեն։ Պատասխան չեղամ։ Մինչդեռ Գերմանիայում բուժումը ձգձգվում էր։ Քիմիաթերապիայից հետո բարդություններ սկսվեցին։ Օրգանիզմը վատ էր տանում դեղորայքը, խնդիրներ առաջացան երիկամների հետ։ Բժիշկները պնդեցին լրացուցիչ թերապիա, հետո վերականգնողական փուլ։ 4 ամիսը վերածվեց 5-ի, հետո 6-ի։ Մարինեն զգում էր ինչքան է հոգնել։ Հոգնել էր պրոցեդուրաներից, հիվանդանոցներից, օտար երկրից, որտեղ ամեն ինչ ճիշտ էր ու կոկիկ, բայց օտար։ Նա կարոտում էր տունը, իր սրահները, սուրճի բույրը իր խոհանոցում։ Նա զանգում էր երեխաներին, խոսում Լիլիթի հետ աշխատանքային հարցերից։ Բիզնեսը աշխատում էր, փառք Աստծո, Լիլիթը գլուխ էր հանում։ Բայց Մարինեն հասկանում էր, որ իր բացակայությունը հեշտ չէ։ Մարինա, երբեք վերադառնալու, հարցրեց Լիլիթը։ Ձայնը հոգնած էր։ Չգիտեմ, Լիլիթ։ Բժիշկներն ասում են եւս 1 ամիս, գուցե 2։ Ես ինքս արդեն խելագարվում եմ այստեղ։ 7-րդ ամսին Մարինեն խնդրեց Լիլիթին եւս 1 անգամ գնալ բնակարան։ Լիլիթը գնաց եւ երեկոյան զանգեց։ Մարինա, իրավիճակը տարօրինակ է։ Պահակն ասում է, որ աղջիկը փոխել է փականները, իսկ փոստարկղի վրա հիմա ուրիշ ազգանուն է՝ Սեյրանյան։ Պետրոսը ասել է, թե դուք եք թույլ տվել եւ որ ազգականներ եք։ Մարինան սեղմեց հեռախոսը այնպես, որ մատները սպիտակեցին։ Փոխել է փականները, ինչ իրավունքով։ Չգիտեմ, Մարինա, Պետրոսն էլ է զարմացած, բայց աղջիկը վճարում է կոմունալ վարձերը, իրան հանգիստ է պահում։ Կոմունալ վարձեր, որտեղից նրան փող։ Մարինան որոշեց դիմել իրավաբանի։ Պատասխանը եկավ հաջորդ օրը։ Մարինա, իրավիճակը իսկապես անհանգստացնող է։ Վերադառնալուն պես դիմեք ոստիկանություն, ապօրինի բնակության փաստը արձանագրելու համար։ Նա փորձեց գրել Վիկային, բայց հաղորդագրությունը մնաց անպատասխան։ 8-րդ ամսվա վերջին պրոֆեսոր Շմիդտը վերջապես ասաց. կարող եք վերադառնալ տուն։ Մարինան գնեց տոմս եւ հաջորդ օրը արդեն Երևանում էր։ Տաքսին կանգ առավ ծանոթ շենքի մոտ։ Պետրոսը տեսավ նրան եւ ժպտաց. Մարինա, վերադարձաք։ Այո, Պետրոս, իսկ Վիկտորյան տանն է։ Պահակի ժպիտը թարամեց։ Այո, ապրում է ձեր բնակարանում։ Ասաց, որ դուք բնակարանը նրան եք նվիրել։ Մարինան զգաց ինչպես է գետինը ոտքերի տակից գնում։ Նվիրել, ես նրան ոչինչ չեմ նվիրել։ Նա բարձրացավ 4-րդ հարկ, բանալին չբացեց դուռը, փականը փոխված էր։ Նա զանգահարեց, դուռը բացվեց միայն շղթայի չափով։ Դուք վերադարձաք, շշնջաց Վիկան։ Մարինան մտավ ներս, բնակարանը անճանաչելի էր դարձել, մանկասայլակ, մանկական իրեր, անկարգություն։ Վիկա, ինչ է կատարվում։ Ես թույլ տվեցի ապրել մի քանի ամիս, ոչ թե 8, եւ ոչ էլ ասել եմ փոխել փականները կամ ներկայանալ որպես զարմուհիս։ Ես չէի ուզում խաբել, արտասվում էր Վիկան, բայց ինձ պետք էր գրանցում երեխայի նպաստը ստանալու համար։ Վիկա, դուք իմ բնակարանում երեխայի եք գրանցել, դա իմ սեփականությունն է, դուք իրավունք չունեիք։ Վիկան լռում էր։ Մարինան սառնասրտորեն հասկացավ, աղջիկը ոչ միայն ապաստան է գտել, այլև փորձում է օրինականացնել իր ներկայությունը, պետք էր գործել։ Նա հեռացավ խնդրելով Վիկային հավաքվել։ Իրավաբանը հստակեցրեց. նա ապօրինի է զբաղեցնում բնակարանը, ոստիկանություն, հայտարարություն եւ եթե չհեռանա, դատարան։ Մարինան դիմեց ոստիկանություն եւ հետո վերադարձավ բնակարան, վերջնական խոսակցության։ Վիկա, ես դիմել եմ ոստիկանություն, տալիս եմ 2 շաբաթ ժամանակ, տուն գտնելու։ Ես կարող եմ օգնել տեղափոխվելու հարցում, բայց դուք պետք է ազատեք բնակարանը եւ հանեք գրանցումը։ Վիկան խոստովանեց, որ ինչ-որ հիմնադրամի օգնությամբ է որոշել հաստատվել այնտեղ, իմանալով, որ սեփականատերը երկար ժամանակ չի վերադառնա։ Մարինան հասկացավ, սա պարզապես աղջկա հուսահատ քայլը չէր, այլ մտածված խաբեություն։ Նա իմացավ, որ ես միայնակ եմ երեխայի հետ, օգնություն առաջարկեց։ Ասաց պետք է ամրապնդվել, ամեն ինչ պաշտոնապես ձևակերպել։ Նա գիտեր, որ սա իմ բնակարանը չէ, խոստովանեց Վիկան։
Մարինեն ապշել էր։ Աղջիկը ոչ միայն օգտվել էր իր բարությունից, այլև ուրիշների խորհրդով փորձել էր օրինականացնել իր ապօրինի բնակությունը։ Մարինան նայում էր իր բնակարանին, ամեն ինչ տեղում էր, բայց ամեն ինչ օտար։ Վիկա, ես հասկանում եմ դժվար իրավիճակում եք, բայց դա ձեզ իրավունք չի տալիս տնօրինել ուրիշի սեփականությունը։ Ես ձեզ օգնեցի կարեկցանքից, դուք օգտվեցիք դրանից։ Վիկան լաց էր լինում, բայց այլ ելք չուներ։ Մարինան վճռական էր։ 2 շաբաթ ժամանակ։ Ես կօգնեմ գտնել սենյակ կամ կրիզիսային կենտրոն, բայց դուք պետք է ազատեք բնակարանը։ Սա վերջնական է։ Հաջորդ օրը Մարինան եկավ իրավաբանի կազմած պայմանագրով։ Վիկան պարտավորվում էր 14 օրվա ընթացքում ազատել բնակարանը, հանել երեխայի գրանցումը և չունենալ պահանջներ։ Փոխարենը Մարինան ֆինանսական աջակցություն էր տրամադրում 200,000 դրամ։ Վիկան դողացող ձեռքով ստորագրեց։ Սկսվեցին որոնումները։ Բոլորը մերժում էին լսելով փոքրիկ երեխայի մասին։ Ինչու են բոլորը դեմ երեխաներին, հարցրեց Վիկան։ Որովհետև վախենում են աղմուկից և խնդիրներից, պատասխանեց Մարինան, զգալով իրեն հյուծված։ Օրերն անցնում էին լարված։ Վիկան փորձում էր առևտուր անել, ևս 1 ամիս խնդրելով, բայց Մարինան անդրդվելի էր։ Վիկա, դուք 8 ամիս ունեիք, բայց ոչինչ չձեռնարկեցիք։ Ես ձեզ օգնում եմ ավելին, քան պարտավոր էի։ Վերջապես գտան մի տարեց կնոջ, որը համաձայնեց ընդունել Վիկային, խիստ պայմաններով։ Մարինան վճարեց առաջին ամսվա վարձը։ 3 օր անց Մարինան բեռնատար տաքսի պատվիրեց։ Վիկան հավաքեց իրերը, երախային գրկեց և նստեց մեքենան։ Շնորհակալություն ամեն ինչի համար, շշնջաց նա։ Մեքենան հեռացավ։ Մարինան մտավ իր բնակարան։ Լռություն էր։ Թեև Վիկան ամեն ինչ մաքրել էր, բայց պատերի վրայի քերծվածքներն ու պաստառների հետքերը հիշեցնում էին ներխուժման մասին։ Նա նստեց բազմոցին և փակեց աչքերը։ Ես հոգնած եմ, բայց ազատ, մտածեց նա։ Հաջորդ օրը դուստրը Կարինեն եկավ նրան այցելության։ Մարինան պատմեց ամեն ինչ։ Դուստրը հպարտանում էր մոր վճռականությամբ։ Մի շաբաթ անց Մարինան հաղորդագրություն ստացավ Վիկայից։ Մարինա, ես հեռակա աշխատանք եմ գտել, երախան մեծանում է, շնորհակալություն ամեն ինչի համար և ներողություն։ Մարինան պատասխանեց. հաջողություն ձեզ։ Ձմեռն էր սկսվում։ Մարինան նայում էր ձյանը և ժպտում։ Նա անցավ հիվանդության, խաբեության և պայքարի միջով, դառնալով ավելի իմաստուն։ Բարությունը չէր կորել, պարզապես այժմ նա գիտեր ինչպես պաշտպանել այն։ Մարինայի պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած բարեգործություն պետք է ունենա հստակ իրավական ձևակերպում։ Ինչ եք կարծում, արդյոք Մարինան ճիշտ վարվեց, վերջին պահին օգնելով Վիկային, թե պետք էր ավելի վաղ դիմել օրենքի ուժին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։